Ինչ վերաբերվում է Հայաստան դաշինքի նախորդ օրվա հրապարակված ձայնագրությունը, մենք արդեն իսկ տարբեր դիտորդների հարցը ներկայացրել ենք եւ կազմել ենք փաստաթուղթ նախորդ օրերի նման հրապարակումների մասին եւ ստացվեց, որ արդեն հերթական անգամը վերաբերեց նաեւ Հայաստան դաշինքին, էլի դեռևս անձինք չհարցակնված, չգիտեմ, խափանման միջոցի հարցեր չքննված, այս հաղորդագրությունը որպես բացահայտ ճշմարտություն ներկայացվել է հանրությանը, եւ վերջում նույնիսկ եթե դիսկլեյմեր են անում, որ անձը համարվում է անմեղ, բոլորս հասկանում ենք, որ սա ընդհանրապես ձևականություն է եւ տպավորությունը թողում է հենց այն աուդիո-վիդեոյալ մատերիալը, որ իրենք տարածում են։ Հայտարարվեց, որ տեղի ունեցել անձի վրա ազդեցություն, որ իր կամքը ճնշելու համար որ քվեարկի նաեւ բարեգործության արգելք կան։ Իրականության մեջ շատ հանգամանքների մաչան ներկայացնի, որ գործինալ կերպ չխանգարեն, բայց նախնական իր տեղեկատվությունը այդ գործով այն է, որ իրար մտերիմ մարդիկ իրար մեջ ունեցել են ֆինանսական հարցեր։ Պատկերացնենք ընկերոջը պարտքով փող տալիս։ Կենցաղային հարցեր։ Այս պարագայում ասենք կան տանձնաշներ, որ իրա փեսան։ Ու նաև դրանից հետո այս հաղորդագրության տարածումից հետո տեղյակ են, որ այն անձը, որ հիմնական կենտրոնը դատարանը չի հրաժարվել կալանավորել, այլ խափանման միջոցան տրվել վարչական զգովություն, եթե չեմ սխալվում, մեկ այլ անձի նկատմամբ տնային կալանք կիրառվել եւ նաեւ արդեն իսկ այդ նույն օրվա նախաքննության ընթացքում հերքվել է այն տվյալը, որ անձի նկատմամբ ճնշում է գործադրվել։ Այսինքն այդ անձը ինքը հայտարարել է, որ իր նկատմամբ ճնշում չի գործադրվել։ Հիմա այս տվյալների պարագայում մենք չենք տեսել, որ օրինակ հաջորդ օրը հակակոռուպցիոն կոմիտեն հայտարարություն անի, որ գիտեք, երեք երբ որ մենք ասացինք, որ այս բանը եղել է, հիմա էլ վարույթով այսպիսի տվյալ ենք ստացել։ Այս նախադեպերով, օրինակ, 21 թվականից էլ կարող ենք ֆիքսել, որ եղել են այս նույն հաղորդագրությունները, գնացել են գործերը, մարդիկ արդարացվել են, կամ այս պայն էլ դատարանում կան գործեր, որտեղ իրենք չեն կարողանում ապացուցել մարդկանց մեղքը, բայց այս գործերի ավարտով այդ իրազեկումը հարությանը չի լինում այն ինտենսիվությամբ, ինչպիսին եղել է գործը հարուցելուց։ Գլխավոր դատախազությանը օրինակ անդրադառնանք, որովհետև օրենքով գլխավոր դատախազությունը օրինակ պարտականություն ունի արդարացված անձի գրավոր պահանջով ներողություն խնդրել։ Այն գործերը, որտեղ իրենք իրենց պաշտոնական կայքում հրապարակում են, նույնիսկ դատավորի վերաբերյալ վարույթով, որ անձը մեղավոր է կատարել այսինքն ինչ հանցանքները, անձի արդարանալու պարագայում, երբ որ անձը գրավոր դիմում է ներողություն խնդրել համար, ոչ միայն իրենց կայքով չեն հրապարակում դա, այլև գտնում են մի հատ ինչ-որ դեղին մամուլի Չ-կլասի կայք, որտեղ տոնական օրերին կարող է գիշերվա ժամին այդ հայտարարությունը տան, ու ասեն, հեսա տեսեք, մենք իրանց բան ենք արել, բայց թե ինչ կապ ունի այդ դեղին մամուլը դատախազության հետ, դա էլ մնում է հարցական։ Խիստ տրամաբանական է, որ եթե դու այս հարթակով օրինակ քաղաքացիական գործերը ոնց են, երբ որ դու ինչ-որ եղանակով անձին զրպարտում ես, դատանը պարտավորում է նույն եղանակով էլ իրազեկումը տաս, որ զրպարտել ես անձին կամ ներողություն խնդրես վիրավորանքի համար։ Իրապահ մարմինները այս կանոնին չեն հետևում եւ իրականում խնդրեմ էլ չի, որ հետևեն իրենց օրենքի տեսանկյունից, որտեղ եթե դու աշխատում ես օրենքով, ենթադրում է դու այդ պայն ունեցել ես տվյալ, վերջում գնացել անձը արդարացվել է։ Հենց օրենքի մեջ էլ պատական չի որ գրած է, որ այո, երբ որ անձը արդարացվում է, կարա պահանջի, որ դու իրենից ներողություն խնդրես։ Հիմա այս ներողությունն էլ տանել, ճղտել ինչ-որ տենց խորը տեղինում, որ չերևա, որ դու ի սկզբանե քո տված հայտարարությունը խնդրահարույց է, ընդ որում կարող է նույնիսկ ապօրինի էլ չլինի այդ առաջի պահի, կարող է բավարար տվյալներ ունենան գործ հարուցելու եւ մեղադրանք առաջադրելու համար, հետո պարզվի որ անձը մեղավոր չի։ Բայց այս հետևողական վերաբերմունքը, որ ամեն ձև մենք չընդունենք մեր սխալները կամ չընդունենք, որ անձը մեղավոր չէր, հատկապես քաղաքական նշանակության գործերով, ցույց է տալիս, որ իրապահ մարմինները հենց հատկապես շահագրգռվածություն եւ դիտավորություն ունեն քաղաքական հակակարողությանը մաս